ընտրողների բազմաթիվ զանգված ծախեց իր իրավունքը։ Իրենց սարքում են կներեք օրենքով բոմժեր, ակնհայտ էր, որ այսպիսի ընտրություններով սին դարձան մեր ցանկությունները, ոչ Վարդան Ղուկասյանն ապարտվող տեսակ, ոչ էլ Բաղդասարյան Լևոն իրավապաշտպանը, դիմել ենք Սահմանադրական դատարան։ Դասատուներին, դասչիրակներին բոլորին քշել են դեպի հրապարակ կամ ՔՊԻ շտաբի բացմանը։ Պարոն Բաղդասարյան, հունիսի 8-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները։ Կխնդրեմ դուք ներկայացնեք, թե ձեր սպասելիքները արդարացվեցին, թե չէ, գոհ եք ընտրությունների արդյունքներից եւ արդյոք այս ընտրությունները համարում եք լեգիտիմ։ Հետաքրքիր հարցեր, ես արձանագրեմ, որ դուք կուսակցությունը լրջագույն կասկածի տակ է դնում այս ընտրությունների լեգիտիմությունը։ Մեզ համար ակնհայտ է, որ նախապես ծրագրավորված քաղաքական գործընթացի միջոցով փորձ արվեց պահպանել նույն համակարգը, փոխելով միայն դերակատարներին։ Ժողովրդին կրկին առաջարկվել է կեղծ ընտրություն ներկաների եւ նախկինների միջեւ։ Մինչդեռ իրական այլընտրանքի դեմ կիրառվել են բոլոր հնարավոր մեխանիզմները, մասնավորապես վարչական ռեսուրս, անհրաժեշտ փաստա եւ ընտրակաշառքի տոտալ գործառույթներ եւ երևի տասնյակներով քրեական վարույթներ։ Դոկուսակցությունը եզակի քաղաքական միավորումներից էր, որ հայտարարեց ոչ նախկիններին, ոչ ներկաներին եւ ոչ օլիգարխիային։ Բացի նրանից, որ վարչական ռեսուրս կիրառվեց եւ ընտրակաշառք, ինչպես քիչ առաջ ասեցի, նաեւ ուզում եմ անկեղծ լինեմ եւ արձանագրեմ, որ ընտրողների բազմաթիվ զանգված ծախեց իր իրավունքը։ Ծախեց այդ իրավունքը եւ հեսա եթե ձևավորվի իհարկե օրենսդիր մարմինը, նորից հերթ են կանգնելու Լև գրուպ փաստաբանական գրասենյակում, այլ փաստաբանական գրասենյակներում մարդիկ բողոքելու են իրանց կենցաղից, բողոքելու են, որ բանկերը իրենց սարքում են կներեք օրենքով բոմժեր եւ նորից կրկնվի նույն պատմությունը, ինչ որ 30 տարի առաջ։ Ցավոք մենք առաջարկում էինք ազգային կառավարություն ստեղծել եւ գիտեք, այ ուշադրություն դարձեք, մենք վերահաշվարկներին չենք մասնակցել եւ չենք էլ մասնակցելու։ Ինչու, որովհետեւ մենք մինչեւ ընտրությունները հայտարարել ենք, որ մենք չենք գնում 4-5-6% կամ 10+%, մենք գնում ենք, որպեսզի ձևավորենք ազգային կառավարություն։ Ակնհայտ էր, որ այսպիսի ընտրություններով սին դարձան մեր ցանկությունները։ Այսինքն նահանջում եք հիմա։ Ոչ, ավարտեն։ Մենք չենք կարող նահանջել, ոչ Վարդան Ղուկասյանն ապարտվող տեսակ, ոչ էլ Բաղդասարյան Լևոն իրավապաշտպանը։ Քիչ հետո կասեմ ինչ ենք անելու։ Ու ավելին ասեմ, մեր ձայները պարզվեց, որ նաև փոշիացրել են, մի քանի տեղամասերում ընդամենը փորձեցինք ստուգումներ անենք եւ պարզվեց, որ մի 0 պակաս, նաև դրանցից մի քանիսը մենք տեղադրեցինք պաշտոնական էջերում, ասենք 206 ձայնը սարքել էին 26 ձայն։ Հետո ինչ որ պաշտոնական պատասխան տրվեց, որ գիտեք, տեխնիկական սխալ է եղել, արդյոք հոգնած են եղել եւ այստեղ կարեւորը դա չի տեխնիկական սխալ է եղել, թե միտում է եղել, թե հանցագործ անտարբերություն է եղել, կամ ինչպես ասեցի, միտում է եղել։ Խնդիրը նա էր, որ այդպես նաեւ փոշիացվեց դոկուսակցության ձայները։ Մեր նախնական հաշվարկներով մենք 6-ից 7%, եթե փորձենք վերահաշվարկենք, բայց այդ 7% մեզ ոչի բան չի տալու, եւ մենք ձեր արդի պատասխանը դիմել ենք Սահմանադրական դատարան։ Այս կարգի ընտրությունները տեղ չունեն Հայաստանի Հանրապետությունում եւ ներկայացնել ենք բոլոր փաստաթղթերը, ապացույցները, այսպես ասած, որոնք էական ազդեցություն են թողել ընտրությունների արդյունքների վրա։ Դերևս այսքանը։ Հունիսի 14-ին ներկայացվելու է վերջնահաշվարկը։ Էական փոփոխությունների սպասելիքներ ունեք այստեղ։ Այո, ես հենց ասածս դա էր, մենք սպասենք վերջնական պաշտոնական հայտարարության լիազոր մարմնի եւ դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Ոչ թե դիմելու ենք մասնակի անվեր ճանաչի, քանի որ մենք առերևույթ 7%-ի շեմն ենք հաղթարել կամ 6%-ի կամ 8%-ի, այլ դիմելու ենք, որպեսզի գլոբալ առումով ընտրությունները համարվի անբավեր։ Անհրաժեշտ են նոր ընտրություններ եւ իրավական հարթության վրա կփորձենք ներկայացնենք այդ բոլոր ապացույցները։ Իսկ ինչպես եք հիմնավորելու Սահմանադրական դատարանից ինչ ակնկալիքներ ունեք։ Անկեղծ ասած, Սահմանադրական դատարանից մեր բարձր ատյանից չունեմ առանձնապես ակնկալիք, բայց այն որ
կներկայացվեն բոլոր փաստերը, ապացույցները, որի ուժով էական ազդեցություն են թողել ընտրությունների արդյունքների վրա, վստահեցնում եմ դա ես կներկայացնեմ։ Ավելին առաջ ընկնելով ասեմ, պարոն Ղուկասյանը եւս կարծես այդ փաստաթղթի մասին հայտարարեց։ Ընտրություններից առաջ մենք դիմել ենք պետական լիազոր մարմնի դեմս կենտրոնական հանձնաժողովի եւ ներկայացրել ենք բոլորին աղաղակող փաստերը, որոնք կասկածի տակ են դնում ընտրությունների լեգիտիմությունը, մասնավորապես վարչական ռեսուրս, քիչ առաջ ասեցի, եւ ընտրակաշառքի բաժանումը։ Գիտեք, եթե իմ ասածը վերաբերեր ասենք լոկալ հարթության վրա, ասենք Երևան քաղաքի կենտրոն վարչական համայնք կամ ասենք կներեք այդ բառը միտքը սեկավ, այդպիսի գյուղ կա, Լոռու մարզի Բոզ գյուղ, ասենք խոսքի այդ գյուղում են ինչ որ ընտրակաշառք բաժանել կամ վարչական ռեսուրս կիրառել կամ գյուղապետը հելել հայտարարել է, որ եթե չընտրեք, ապա ձեզ կակսուրեմ Ռուսաստան, նման փաստել կա իմիջայլոց։ Ես չէի բարձրաձայնի, բայց դա համատարած է, այսինքն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում եղել են համատարած վարչական ռեսուրսի կիրառում, այսինքն երեխաներին, դպրոցականներին, մանկապարտեզից դասատուներին, դասիրակներին բոլորին քշել են դեպի հրապարակ կամ ՔՊ-ի շտաբի բացմանը, համատարած է դա եղել։ Կամ ընտրակաշառքը, որ ամբողջ Հայաստանի Հանրապետությունը բաժանվել է։ Այդ դրա մասին մենք բարձրաձայնեցինք կենտրոնական հանձնաժողովին գրավոր տեսքով եւ հայցեցինք իրենց պատասխանը։ Եվ ի զարմանք մեզ կենտրոնական հանձնաժողովը եւս արձանագրեց, որ տեղյական նման խախտումներից եւ ընտրություններից հետո գնահատականը կտա։ Հիմա մենք կսպասենք Կիրակի օրը վերջնական որ կենտրոնական հանձնաժողովի լիազոր մարմինը երևի թե իդեմս նախագահի կհայտարարի ընտրությունների արդյունքների մասին, եթե անդրադարձավ այդ աղաղակող փաստերին եւ ծիարապես եմ ասում, համարես, որ ընտրությունները ոչ լեգիտիմ են, օքեյ է, եթե ոչ, մենք այդ փաստը եւ մնացած փաստերը կներկայացնենք բարձրատյանին։ Մեկ անգամ ես ասեմ, որ առանձնապես ակնկալիք չունենք մենք Սահմանադրական դատարանից, բայց ունենք պոզիտիվ պարտավորություն փաստերը ներկայացնելու, թող իրեն գնահատականը տան։ Պարոն Բաղդասարյան, նշեցիք, որ ի սկզբանե ձեր նպատակը եղել է ազգային կառավարություն ստեղծելը։ Հետաքրքիր է ձեր նպատակին հասնելու համար դուք ինչ արեցիք, որովհետև նախընտրական շտաբեր մենք այդքան մեծ ծավալով չտեսանք քաղաքներում, համայնքներում, դուք էլ ձեր քարոզարշավը բավականին пассив էր ընթանում, որն է եղել պատճառը, ինչ արեցիք, որպեսզի ձեր նպատակին հասնեք։ Այդ հարցի պատասխանը տրվել է եւ իմ կողմից, որպես շտաբի ղեկավարի եւ պարոն Վարդան Ղուկասյանի կողմից։ Մենք չունենք ցույց տալու բան։ Բայց ձեր 25000-ից ավելի ձայն եք վերցրել, արդյոք սրանով դուք չեք փոշիացնում ուղղակի ձայները։ Չէ, հարցերը տարբեր հարցեր եք տալիս, չենք փոշիացնում, չէ։ Եթե դիմում ենք վերջից գամ, եթե դիմում ենք Սահմանադրական դատարան, մենք տեր ենք եւ տեր ենք կանգնելու մեր ձայներին միանշանակ։ Ինչ վերաբերում է նախընտրական քարոզչության пассивությանը, գիտեք, երևի 6-7 տարի Վարդան Ղուկասյանը հրապարակային խոսել է անձանց խախտված իրավունքների հետ կապված եւ բազմիցս եմ ասել, հիմա էլ արձանագրում եմ, որ վերջինիս խոսույթի արդյունքում անձանց խախտված իրավունքը երբ վերականգնել է, կարող եք համեմատել ցանկացած պետական հիմնարկից եւ տեսնեք, որ որակը ավելի բարձր է։ Եվ Բաղդասարյան Լևոնը եւս հայտնի է հանրության մեջ որպես իրավապաշտպանի եւ հազարներով խախտված անձանց իրավունքա վերականգնված եղել այս տարիների ընթացքում։ Եվ մենք չունենք ասելու հանրությանը, որ մենք այս ծրագիրն ենք առաջարկում, այն ծրագիրը։ Ինչ վերաբերում է ծրագրին, եզակի ծրագրերից էր, որ հայտարարել են, որ Արցախցին պետքա լինի Արցախում, եզակի ծրագրերից էր, որ եւ պետական ծրագրային դրույթներ էր ներկայացվում, եւ ներկայացում էր կոնկրետ թիրախային մարզային ծրագրային դրույթներ, որը տեղադրված է ինչպես կուսակցության պաշտոնական էջում, այդ թվում նաեւ տեղադրված է եղել կենտրոնական հանձնաժողովի պաշտոնական կայքեջում, ինչու՞ չէ նաեւ մամուլով համացանցով տարածվել է։ Գիտեք, ինձ համար ես կարող եմ հասկանալ եւ նոր ստեղծված կուսակցությունը քաղաքական միավորը պետքա գնա բակից բակ եւ շուտ ասելուկի պես ոսկեղենիկ հայերենով ինչ-որ ծրագրեր ներկայացնի։ Բայց իշխանությունը եթե 5-6-7 տարի աշխատել է, նա կարիքը չուներ գնալու բակ։ Այսինքն իշխանության կատարած գործառույթների որակը արդեն ժողովուրդը գիտեր։ Այդ թվում ինչպես ասեցի, այս 5-6-7 տարվա ընթացքում
ես չի որ պետքա ներկայացնեմ իմ արածը կամ պարոն Վարդան Ղուկասյանի արածը, որ իր խոսքի ուժով ինքը կարողանում էր ավելի շատ որակ ապահովել, քան թե շատ պետական հիմնարկներ։ Իր խոսքի ուժով ինքը այս 5-7 տարվա ընթացքում ավելի շատ բան արեց, թող ներվի, քան թե շատ քաղաքական կուսակցություններ իրար գումարած վերցրեց։ Ինչ է արել օրինակ։ Պարոն Ղուկասյանը։ Այո։ Հազարներով մարդկանց ջրերի հարցնալուց է, հազարներով մարդկանց հետ կապված բանակի հիվանդությունների առողջության հետ կապված խնդիրներ ալուց։ Եթե դուք տեղյակ չեք, բավական է խփեք YouTube եւ կտեսնեք։ Հիմա այստեղ հարց առաջանում, ինչ էր քաղաքացին դիմում Վարդան Ղուկասյանը ոչ թե պետական հիմնարկներին, որտեղ մտնելով պետական հիմնարկներ, տեսնելով պետական հիմնարկների անգործությունը, քաղաքացին ում էր դիմում էր Վարդան Ղուկասյանին։ Դուք տեղյակ եք, որ տասնյակ միլիոնավոր դոլարներով գումար է բյուջե եկել Վարդան Ղուկասյանի հանցագործության մեջ, հանցագործության մասին տված հայտարարություններով։ Դուք տեղյակ եք, որ եզակի մարդկանցից մեկն է, որ հայտարարություն է տվել հանցագործության մասին, որ այսինչ օլիգարխ, այսինչ պաշտոնյան կամ այսինչ պաշտոնյա երեխան չի ծառայում բանակում։ Հասկանում եք, ես մի առիթով ասել եմ, որ հայ մարդը ոչ միայն Հայաստանից դուրս է գալի, ոչ միայն նրա համար, որ սոցիալական հացի խնդիր ունի, այլ նաև ինքը սոցիալական անարդարության հետ խնդիր ունի, այսինքն օրենքը հավասար չի գործում։ Ահավասիկ Վարդան Ղուկասյանի արածը դա եղել է։ Ահավասիկ մեր ծրագրով մենք դա ենք ասում, որ պետք է լինի օրենքի դիկտատուրա եւ բոլորի համար պետք է լինի հավասար։ Ցավոք, գումարած ընտրախախտումները, որը քիչ առաջ ասի կներկայացնեմ Սահմանադրական դատարանին, մեկ անգամ եւս արձանագրում են, որ ընտրողների մի մեծ զանգված իր իրավունքը վաճառեց։ Ավելին ասեմ, ես իմ գրասենյակում ունեմ փաստաբան եւ փորձագետ, որոնք բացառապես զբաղվում էին այն անձանց խախտված իրավունքները վերականգնելով, ովքեր բանկերի հետ կապված խնդիրներ ունեն, դրանք հազարներով են, հավատացեք, ես դադարացնելու եմ դա։ Դադարացնել եմ եւ այդ գործերը չեմ վերցնել, որովհետեւ այդ նույն անձանց գերակշիռ մասը իր իրավունքը վաճառեց 30 արծաթի համար։ Ու դրանից հետո եթե վաղը գալու է բարձրաձայնի, որ իշխանությունը իր տեղում չի, բանկերն էլ տարբեր գործողություններ իրականացնում, զրկում են իր միակ տնից, ես այդ հարցերով չեմ զբաղվելու։ Ինչի, որովհետև բազմիցս մինչև ընտրությունները ասեցի, ժողովուրդ ջան, եթե դուք 30 արծաթը վերցնում եք, վաղը մի օր մոռացեք, որ ձեր թոշակը պետքա բարձրանա։ Վաղը մի օր մոռացեք, որ հարկային քաղաքականության մեջ փոփոխություն է մտնելու։ Ինչի, որովհետև փող տվողը տասնապատիկ փորձել է այդ գումարը հետ վերցնել եւ մոռացեք այն բարելավները, որ պետքա լինի։ Ավասիկ սա է։ Պարոն Բաղդասարյան, վերադառնանք ձայների փոշիացմանը։ Ի սկզբանե դուք ինչու մասնակցեցիք, երբ բոլոր հարցումներով դուք անգամ խորհրդարան անցնելու շեմը չէիք հաղթարում։ Դուք շատ սխալվում եք։ Կանխամտածված ձայների փոշիացում չէր սա։ Դուք շատ սխալվում եք։ Ինչով եք հիմնավորում, ինչպես եք հիմնավորում։ Իմ մոտ ունես տպավորիչ ստացած ուղղորդված հարց է։ Բարձրացրեք փորձագետների, տասնյակ փորձագետների տված հարցումները եւ տեսեք, որ 60+1-ով Վարդան Ղուկասյանն էր։ Ես չգիտեմ նման հարց ինչի դուք տվեցիք, կամ դուք իրազեկ չեք, կամ էլ հատուկ տվեցիք։ Հարցումներն են այդ մասին վկայում, որ լսեք, հարցումները կան համացանցում։ YouTube-յան համացանցը YouTube-ը հարցանագրում է, որ չի կորում։ Բավական է փնտրում ցանցում դուք փնտրեք եւ կտեսնեք այն բոլոր պատասխանները ձեր ասած հարցումների ձեր թերթը հարցում արել է։ Մենք բավականին արել ենք։ Եվ տարբեր եւ մեր հարցումների ընթացքում ես առավելագույնը կարող եմ ասել, որ Վարդան Ղուկասյանի անունը տվել են 15-ից 20 հոգի։ Ուրեմն նախ Վարդան Ղուկասյանը չի եղել դեկտեմբեր, հունվար ամիսներից մենք հարցում ենք իրականացրել։ Ես միանգամից արձանագրեմ հետեւյալը, որ մենք կարող ենք առանձին հարցազրույց կազմակերպել։ Ես կանեմ տասնյակից ավել հարցումներ, տասնյակից ավել նաև միջազգային հարցումներ, տարբեր քաղաքական ուժերի միավորումների կարծիքները, որոնք կանխատեսել են, որ շանսերը մեծ է ոչ միայն շեմը անցնելու, այլ նաև ձևավորելու ազգային կառավարություն։
Պարոն Բաղդասարյան, եւ ընդդիմությանը անդրադառնանք այս փուլում, եթե վերջնահաշվարկի արդյունքում հավանաբար Բարգավաճ Հայաստան կուսակցությունը եւս կանցնի խորհրդարան, ընդդիմությունը պետք է վերցնի այդ մանդատները, թե պետք է հրաժարվի։ Մենք ընդդիմությանը մենք չենք ընդունում, մենք ընդհանրապես չենք ընդունում ձևավորող ազգային ժողովը, որտեղ ձևավորվում է օլիգարխիան, որտեղ ձևավորվում է նախկինը եւ որտեղ ձևավորվում է ներկան։ Մենք եզակի քաղաքական միավոր ենք, որ հայտարարել ենք 30 տարվա ընթացքում նախկինները կերան, այսօրվա ներկան էլ եկավ եւ հաշիվը փակեց։ Դա է իրականությունը եւ այսօր եթե այսօրվա ընտրողին ձեռք է տալիս, որ նախկինները եւ ներկաները պետքա ձևավորեն կառավարություն, դա իրենց խնդիրն է։ Այսինքն դուք նույնական եք համարում երկու իշխանություններին, այն իշխանություններին, որոնց օրոք մենք կորցրեցինք հայկական երկրորդ պետականությունը, ընդդիմությունը նրանց մեղադրում է Արցախի կորստի համար, իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է Թալանի համար, սրանք նույնական են։ Ուրեմն եւս 30 տարի եթե շարունակվի մեկը մեկին մեղադրելու են։ Գիտեք, անսխալական ոչ իշխանություն կա, ոչ էլ բան կա, բայց դուք որպես Հայաստան Հանրապետության քաղաքացի, օրինապաշտ քաղաքացի կարծում եմ, դուք նորմալ եք ընդունում աղկինների կատարած գործառույթները եւ նորմալ եք ընդունում ներկաների կատարած գործառույթ։ Դուք բայց նույն սանդղակի վրա դիտարկելը, գնահատելը, եթե կարելի է ասել դատելը, չէ, նույն սանդղակի վրա չդրեցի։ Մենք նաեւ հրապարակային ես եմ հայտարարել, որ իրենց հետ ճանապարհ չունեն գնալու, պատճառը ասեցի, բայց եթե վերջիններս հրապարակային կընդունեն իրանց մեղքը, հրապարակային կապաշխարեն, գումարած նաեւ իրավական հարցության վրա կլինի արդարադատություն, ոչ թե փողոցի արդարադատություն, ընտրովի արդարադատություն, որ այս 30 տարիների ընթացքում կարծում եմ նաև դուք եք տեսնում, նրանք կլինեն մեր եղբայրները եւ քույրերը։ Քանի անձը չի ընդունում իր սխալը, տվյալ անձի հետ մենք գնալու չունենք։ Չեմ ուզում շատ տարածվեմ, մենք նաև որոշել էինք, որ դավաճանությունը պետքա օրենքի փոփոխություն եւ մահապատիժ լինի, ինչի, որովհետեւ նույն Աստվածաշնչով միակ հանցագործությունը, որ ենթակա էր մահապատժի, մահվան, դա հուդայի դավաճանությունն էր։ Եվ դավաճանության տակ մենք չենք հասկացել ոչ միայն հայրենիքի դավաճանությունը, այլ նաև հասկացել ենք ընդհանուր դավաճանությունը։ Այ դուք, եթե ազգային ժողովը կձևավորվի, տեսեք, քանի հոգի են բարիկադից բարիկադ թռնելու։ Ավասիկ էս 30 տարվա մեջ դա է, եթե նույնականացնում ենք դա։ Մեր համար խնդիրը կայացել է հետևյալում. պետք է լինի օրենքի դիկտատուրա բոլորի համար հավասար։ Եվ եթե դուք գտնում եք, որ մինչև հիմա ամեն ինչ նորմալ է, օրենքը հավասար գործում է, դատական իշխանությունը իր տեղում դերում է, փողոցի արդարադատություն չկա, ընտրովի արդարադատություն չկա, ես կարգեմ ձեր կարծիքը, որպես իրավապաշտպան են, պրակտիկ իրավապաշտպան, ում վարույթում բազմաթիվ հնչեղ գործեր կան, ընտրովի արդարադատության, փողոցի արդարադատության, ես դա չեմ կիսում։ Անհրաժեշտ է սանիտարական վիրահատում եւ միացյալ ուժերով միասնական կառուցել են երկիրը, որի մասին մեզանից յուրաքանչյուր օրինապաշտ քաղաքացի երազում է։ Եվ ամփոփենք մեր հարցազրույցը ձեզ միացած կուսակցություններից համահայկական ճակատ կուսակցությունը այս պահին Ֆրանսիայի հրապարակում ստորագրահավաք է իրականացնում։ Նպատակը ո՞րն է եւ ինչ նախաձեռնություն է, խնդրեմ ամփոփ ներկայացնեք։ Այդ կուսակցությանը նրանք քաղաքական միավոր են, տեղյակ չի, առաջ անգամ ձեզանից լսեցի, հարցրեք իրենց։ Դուք համագործակցված չէ այս ստորագրահավաքը։ Նորից եմ ասում, առանձին քաղաքական միավոր է եւ ունի իրավունքները եւ անպատասխան գործառույթները, առաջ անգամ ձեզանից լսեցի, ինչ չէ հետաքրքրում դա։ Մենք ավելին նախնական հաշվարկով այդ այսպես ասած մեզանից քվեներ տալով ամեն տեղամասում 2-350 եւ այլն եւ մեզ 0 սարքելով անգամ մենք անգամ չգնացինք դրան, լավ գիտակցելով, որ այստեղ խնդիրը մեր խնդիրը չի։ Այստեղ խնդիրը այն ընտրություններն են, վայ ընտրություններ են, որի արդյունքում այդ ընտրության արդյունքում էական ազդեցություն տվեց, որպեսզի մենք կարողանայինք լինենք մեր տեղում դերում եւ կարողանայինք կազմենք ազգային կառավարություն։ Շնորհակալ եմ, պարոն Բաղդասարյան։ Ես եւս շնորհակալ եմ, ավարտեմ, որ ոչ Վարդան Ղուկասյանն է պարտվող տեսակ, ոչ էլ իրավապաշտպան Լևոն Բաղդասարյանը, մենք մեր առողջությամբ եւ կատարած աշխատանքով ենք դա ցույց տվել, սպառելու ենք օրենքով նախատեսած բոլոր հնարավորությունները եւ կրկնվում եմ, չնայած
տենց ակնկալիք չունենք Սահմանադրական դատարանից, բայց Սահմանադրական դատարանում ողջ հանրությունը կտեսնի, թե ինչ աղաղակող ընտրություններ են եղել եւ հանրության մի մասն էլ երևի թե կամաչի, որտեվ իր իրավունքը վաճառեց։